մի հարց եմ ուզում տալ, էլի ինչի հաշվին է նրանց վարկանիշը բարձրացել վերջի 6-7 տարիների ընթացքում ձախողված շարժումների, վերջի 5 տարվա ընթացքում անընդհատ ատելության քարոզի, վերջի 4 տարիների 3 տարիների ընթացքում անգործության, թե բոյկոտի, որ ամբողջ ազգային ժողովը որոշել էր, որ ամիսներ շարունակ պետք է աշխատանքի չգա, կամ հիմա բոյկոտի։ Վերջապես մենք ամեն անգամ ուրախանում ենք, երբ ընդդիմությունը վերջապես սկսում է օրակարգային հարցերի շուրջ ինչ-որ բովանդակային թեկուզ ոչ թիրախային մանիպուլատիվ էլի քննադատություն հնչեցնել, բայց դա էլ է մեր համար արդեն իսկ բան, քանց թե նրանց բացակա աթոռները, որը մշտապես տեսնում ենք։ Անգամ բանավեճի ժամանակ նրանք ելույթ ունենում են եւ դուրս են գալիս դահլիճից, չթողնելով ընդդիմադիր, այսինքն մեզ իշխանություն որպես նրանց պատասխանը հնչեցնել։ Նրանք փորձում են այդ մեդիա պղպջակի մեջ պահել իրենց հետևորդներին, ցույց տալով, որ իրենք թեժ ընդդիմություն են ազգային ժողովով, որտեղ կտրում են հիմնականում իրենց ելույթները, տարածում են հիմնականում իրենց ելույթները, հատվածական, որը որ չի երևում օրինակ իշխանության արձագանքը, պատասխանը, այն ամբողջությամբ շրելը իրենց նարատիվների եւ հետեւաբար այդ մարդկանց մոտ էլ տպավորություն է ստեղծվում, որ այո, ընդդիմությունը ազգային ժողովում ինչ որ տենց ամպագորգոր տեքստեր է ասում եւ փորձում է ինչ որ ձեր դիվիդենդներ հավաքել։